Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այսօր այցելել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, այս մասին հաղորդում է ապագործակալությունը, նշելով, որ Ալիևան հանդիպել է Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Արկադի Ղուկասյանի եւ մյուսների հետ։ Օմբուդսմենը նաեւ նշել է, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարանում պահվող Ռուբեն Վարդանյանն ու Բակո Սահակյանը հայտարարել են, թե մեջբերում որևէ խտրականության կամ վատ վերաբերմունքի չեն արժանանում, պահման պայմաններից գոհ են, զրկված չեն բժշկական օգնությունից, անկախ աղբյուրներից Ադրբեջանի օմբուդսմենի հայտարարությունները ճշտել հնարավոր չէ։ Եթե Հայաստանն իրոք ցանկանում է, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիները բացվեն, չպետք է խուսափի իր պարտավորությունների կատարումից եւ գործնական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։ Մեկնաբանելով Հայաստանի վարչապետի այսօր հրապարակված հոդվածը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն, նշելով, որ այդ քայլերը պետք է բխեն մեջբերում տարածաշրջանում առկա նոր իրողություններից։ Այհան Հաջիզադեի խոսքով Երևանի կողմից ներկայացված առաջարկները ըստ էության անհարկի են, դժվար իրագործելի եւ գործնականում երթուղին երկարացնող։ Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին եւս 10 միլիոն եվրոյի ոչ հարձակողական օժանդակության տրամադրումը եվրոպական խաղաղության հիմնադրամից։ Ազատության Բրյուսելի աղբյուրները հաղորդում են, որ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը այս առաջարկը ներկայացրել է Եվրամիության խորհրդին, որը պետք է այն քննարկի առաջիկա շաբաթներին, քննարկման կոնկրետ օրը սակայն դեռ հստակ չէ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել ռազմական օգնության տրամադրումն Ուկրաինային, այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցիչներին։ Ամերիկացի պաշտոնյաներն ընդգծել են, որ այս հրամանը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Թրամփը չի համոզվել, որ Ուկրաինան հավատարիմ է խաղաղության հաստատման գաղափարին։ Վաշինգտոնի կողմից սպառազինության մատակարարումների դադարեցումը նախ եւ առաջ կարող է ազդել հակաօդային պաշտպանության համակարգի բնականon գործունեության վրա, այսօր Կիևում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ Նրա խոսքով ամերիկյան կողմի որոշումը ռիսկեր է ստեղծում հատկապես Փեթրիոտ համակարգերի շահագործման տեսանկյունից։ Այդ ռիսկերը վերաբերում են Փեթրիոտների համար նախատեսված սպառազինությանն ու պահեստամասերին։ Փեթրիոտ համակարգերը միակն են, որ ի վիճակի են չեզոքացնել այն վտանգը, որ ստեղծում են ռուսական բալիստիկ հրթիռները, նշել է Շմիգալը։ Ուկրաինային ռազմական օժանդակության տրամադրման դադարեցումը կարող է դառնալ Միացյալ Նահանգների լավագույն ներդրումը խաղաղության հաստատման գործում, այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Պետք է հաշվի առնել, որ մինչ այժմ հենց Միացյալ Նահանգներն էր, որ այս պատերազմում սպառազինության գլխավոր մատակարարն էր։ Եթե Միացյալ Նահանգները հրաժարվի այդ դերակատարությունից եւ դադարեցնի զենքի մատակարարումներն Ուկրաինա, դա թերևս լավագույն ներդրումը կլինի խաղաղության հաստատման տեսանկյունից, լրագրողների հետ զրույցում նշել է Կրեմլի խոսնակը։ Անկարան ակտիվացրել է հարավային Կովկասում բարգավաճմանն ու կայունությանը հասնելուն ուղղված ջանքերը։ Նախորդին Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռեջեփ Թայիպ Էրդողանը, հաշվի առնելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը առաջ է շարժվում, մենք անհամբեր սպասում ենք համաձայնությանը, որը թույլ կտա տևական խաղաղություն հաստատել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։